Հոկտեմբերի 11-ը մեր եկեղեցու տոնացույցում Սուրբ Թարգմանիչ վարդապետների հիշատակության օրն է։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունում թարգմանչած տոնը նշվում է մեկ շաբաթ շարունակ, եկեղեցական արարողություններով եւ համայնքային հանդիսություններով։ Այս տարի շաբաթը նշանավորվել էր նաեւ Սահակ պատրիարք Մաշալյանի գահակալության հնգամյակի տոնակատարություններով։ Հանդիսությունների շարքում հայոց պատրիարքական աթոռի պատմության մասին փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսն էր։ Պոլսի ժամանակ օրաթերթի խմբագրության հրավերով Հայաստանից լրատվամիջոցների խումբ էր ժամանել Ստամբուլ։ Հոկտեմբերի 10-ի երեկոյան Սուրբ Երրորդություն եկեղեցու դարպասների մոտ նրանց դիմավորեց Հարություն վարդապետը։ Երեկոյան ժամերգությունն ավարտվել էր։ Հայ Սուրբը ներկայացնում էր եկեղեցու եւ հատկապես Բաքում ամփոփված Հակոբ Ջուղայեցի ամենայն հայոց կաթողիկոսի մասունքների պատմությունը։ Տապանի հրաշագործ զորությունը մեծ հռչակ է ունեցել ինչպես քրիստոնյա, այնպես էլ այլադավան ազգերի մեջ։ Հոկտեմբերի 11-ին Օրթագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը հանդիսապետում էր Սահակ II պատրիարքը։ Տոնական օրերի առիթով հայոց պատրիարքություն էին ժամանել ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ arczepiskopos Պարսամյանը, Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսի ներկայացուցիչ Տաճատ եպիսկոպոս Աշգյանը, պատարագիչը Արամ arczepiskopos Աթեշյանն էր։ Սուրբ Աստվածացնում էին նաև պատրիարքական աթոռի միաբաններն ու քահանաները։ Արարողությանը մասնակցելու էին եկել Պոլսի զանազան թաղերի հայ ուխտավորներ, հատկապես ուսուցիչներ եւ աշակերտներ։ Թարգմանչած տոնի օրերին է Պոլսի հայոց պատրիարքությունում կատարվում կրթության մշակների եւ սովորողների օրհնության կարգը։ Եվ ևս խաղուպյանը ձեր աչքեսու գնգագեսո եւ օրմյա Ուրկություն եւ փարքոր եւ ոչվո եւ օգնույթսեքո Օրթագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է գործում թարգմանչած վարժարանը։ Պոլսի ամենահին հայկական վարժարաններից մեկն է։ Հիմնադրվել է 1785 թվականին։ Այս տարի տոնում է 240-ամյակը։ Այսօր թարգմանչած վարժարանը պետական հանրակրթական դպրոց է, 3-ից 13 տարեկան 140 աշակերտով։ Ուսուցումը հայերեն է, սովորում են միայն ազգությամբ հայ երեխաներ։ Մեր հոս դժվարությունը սա է, որ վերջին 10 տարիներուն այլևս աշակերտները հայախոս աշակերտները լալով չեն սկսել մանկաբարձ դունեն, այսինքն հայերեն չեն խոսիր ընտանիքները, ավելի թյուրեն լալուն համար թերևս կամ դղակդևական թրքերեն լսելուն համար հայերենը գսորվին վարժարանին մեջ, ասիկայալ հայերենին մայրենի հանգամանքը քիչմը անշուշտ գփոխ է, այդ պատճառով քիչմը լեզուն օդար լեզվի գսինք սորվեցնել։ Չորրորդ դասարանին սկսյալ մենք աշակերտներուն գրոնքի դասերալ գուտանք։ Սուրբ Աստվածածնում տոնական պատարագից հետո օրվա արարողությունն ավարտվեց պատրիարքական օրհնությամբ։ Նույն օրը հոկտեմբերի 11-ի հետ միջօրեին պատրիարքարանի հյուրընկալ հարկի տակ ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի ուղեկցությամբ Հայաստանից ժամանած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեց Սահակ պատրիարքը։ Կես տարից ավելի է գոյություն ունի Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը։ Այսօր իր լավագույն ժամանակները չի ապրում, ասաց պատրիարքը, սակայն հայության եւ հայ մշակույթի այս հատվածը մեր հոգեվոր ու աշխարհիկ ուժերով պահպանել ենք ուզում եւ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Արևմտահայ մշակույթի պահպանության եզակի կենտրոններից է մնացել Պոլիսը, ասաց հանդիպմանը ներկա Խաժակ Սրբազանը։ Ամենայն հայոց կաթողիկոսությունն իր նվիրապետական աթոռներով եւ աշխարհասփյուռ թեմերով հայապահպանության ամենանշանակալի, իսկ որոշ երկրներում միակ կառույցն է։ Սրբազանը ողջունեց արևմտահայ մշակույթի տարածմանը նպաստ բերող հայաստանյան մամուլին եւ պատրիարքի հետ ուրախությամբ ընդունեց հրավերը երեկոյան մասնակցելու ինքնության արահետ տեսաֆիլմի դիտմանը, որը նախաձեռնության հեղինակ Արա Գոչունյանը նվիրեց Սահակ arczepiskopos-ի գահակալության հնգամյակին։ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին է ազգային պատգամավորական ժողովը Սահակ Սրբազանին ընտրել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք։ 2020 թվականի հունվարի 11-ին Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք ամենապատիվ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գահակալության արարողությունը։ Նույն օրը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի սրբատար կոնդակով պատրիարքին շնորհվել է արքության պատիվ,
Իգնահատություն առաքելական Սուրբ եկեղեցու անդաստանում տարիների վաստակի եւ նվիրյալ ծառայության։ Ավելի քան 40 տարվա հոգևոր սպասավորության ընթացքում Սահակ պատրիարքը եղել է Երուսաղեմի թարգմանչած վարժարանի տեսուչ, Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, Պոլսի հայոց պատրիարքության միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչ։ Փիլիսոփայություն եւ աստվածաբանություն է ուսանել Ստամբուլի, Դուբլինի, Լոնդոնի համալսարաններում։ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վարդապետական գավազան ստանալուց հետո 2 տարի անց Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում։ Սահակ II arczepiskopos Մաշալյանը Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական աթոռի 85-րդ գահակալն է։ Զասկս հայոց, զեգերեցից Հայաստանյայց, ըսհավադացյալ ժողովուրդն մեր Հոկտեմբերի 11-ին Աթորանիստ տաճարում երեկոյան ժամերգության ավարտին հարություն վարդապետ Տամատյանն ընթերցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գիրը, որում նորին սրբությունը շնորհավորում էր պատրիարքի գահակալության 5-րդ տարեդարձը եւ արևշատություն մաղթում նրան։ Աթորանիստ եկեղեցուն կից Մեսրոպ պատրիարք մշակութային կենտրոնում, որը նախկինում Սրբոց որդիների որոտման տաճարն է եղել, տեղի ունեցավ Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Ինքնության արահետ» Պոլսի պատրիարքական աթոռը ժամանակների մեջ տեսաֆիլմի առաջին ցուցադրությունը։ Փաստավավերագրական ֆիլմը պատմում է պատրիարքական աթոռի պատմությունը հիմնադրումից մինչև մեր օրեր։ Ֆիլմը բաժանված է 3 պատմափուլերի՝ հիմնադրման շրջան, ազգային սահմանադրության շրջան, հանրապետության շրջան։ Ամենայն մանրամասներով վավերագրողի անաչառությամբ է ներկայացվում հայոց պատրիարքության ճանապարհը Թուրքիայում, շեշտադրումներ անելով պատմական վճռորոշ իրադարձությունների վրա։ Հանրապետության շրջանը, որ արդեն Օսմանյան կայսրությունը ըստ էության չկար, փոխվել էր նաև այդ պետության հայեցակարգը, մոտեցումը։ Եթե միջև այդ ընկալում էին որպես ուրեմն ոչ թե ազգ, այլ կրոնական կազմակերպություն, կազմակերպվածք հայ ժողովրդին, միլլեթ ոնց որ ասվում էր թուրքերենում, հանրապետությունից հետո դա դարձավ արդեն հռչակվեց, որ բոլորը համահավասար քաղաքացիներ են եւ ըստ Լոզանի պայմանագրի պետք է ինչ-ինչ արտոնություններ տրվեն կապված մշակույթի, կրթության եւ այլ հարցերի հետ եւ այդպես ձգվեց միջև կարելի ասել մեր օրերը եւ մեր օրերում էլ արդեն շատ անդրադարձ են կարել այն հարցերի վրա, թե ինչպես են լուծվում կարգավիճակային հարցերը։ Ի վերջո ֆիլմի վերջում արդեն խոսվում է այն մասին, որ օրինակ նույն պատրիարքությունը չունի կարգավիճակ եւ ի տարբերություն այն մյուս տարբեր կազմակերպությունների, որոնք բարոյապես գտնվում են պատրիարքարանի ենթակայության տակ, բայց իրենք ունեն կարգավիճակ, իսկ պատրիարքարանը որևէ կարգավիճակ չունի եւ ինչու չունի, նաեւ այդ հարցն է բարձրացվում։ Պոլսի հայոց պատրիարքական աթոռի պատմությունից անբաժանելի են արևմտահայության, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների պատմությունը եւ ներկա իրավիճակը։ Ամբողջ խնդիրը նա է, որ իրականում հայոց պատմությունը եւ պատրիարքարանի պատմությունը իրարից այտենց շատ առանձնացված չեն եղել եւ երբ որ պատմում ես պատրիարքարանի պատմությունը, քեզանից անկախ պատմում ես նաեւ հայոց պատմությունը եւ եթե հակառակը ուզեին կանել, ստացվելու էր նաեւ պատրիարքարանի պատմությունը։ Ֆիլմը կթարգմանվի թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։ Հայաստանում կցուցադրվի արևելահայերեն տարբերակը, ապա ազատ դիտմամբ հնարավորությամբ կտեղադրվի համացանցում։ Արևմտահայերեն տարբերակի առաջնադիտումից հետո ծավալվեց քննարկում հայոց պատրիարքության պատմությունը վավերագրելու նշանակության մասին։ Միջոցառման ավարտին ֆիլմի նախաձեռնության հեղինակ Արա Գոչունյանը երախտագիտությամբ հիշատակեց ֆիլմի բարերար Պետրոս Շիրինօղլուն,
Շնորհակալություն հայտնեց ֆիլմի պատրաստման մեջ ներդրում ունեցած բոլոր բարեկամներին ու նվիրատուներին, ընդգծելով, որ այս ֆիլմը միասնականության կոչ է եւ օրինակ։ Սահակ պատրիարքը վավերագրող հեղինակ Տիգրան Պասկևիչյանին Մաղաքյա պատրիարք Կորմանյան շքանշան շնորհեց։ Բոլիսը Իստանբուլը մեր արևմտահայ մտքի մտավորականության կենտրոնը եղած է, ինչպես Թիֆլիսը արևելահայ։ Այնադեն Երևանը չկար, Երևանը գյուղ էր։ Եվ այսօր որ Սփյուռքի մեջ մանավանդ մեր քաղաքները միջին արևելքի, Լիբանան, Սուրիա եւ այլն սկսած են դգարանել եւ ավելի դգարանալ, ուրեմն արևմտահայ մեր մշակույթ ամեն իմաստով սկսած է դգարանալ, բայց բոլսո մեջ թեր այդ կարելիությունները կան, դպրոցներ կան, ամենօրյա թերթեր կան, գազམ་ագերբություններ կան, որքան ալ բոլիսը իր դժվարությունները, մարդահրավերները ունի, բայց կարելի է առավել եւս գազམ་ագերբել բոլսո քաղուտը եւ այստեղ թերևս Հայաստանի հետ միադեղ արևմտահայ մեր քրագանությունը, մեր մշակույթը բահելու, պահպանելու, առավել հարստացնելու կենտրոնի վերածել, բայց այնտեղ պետք է համագործակցություն ստեղծել, Հայաստան եւ բոլիս համագործակցություն ստեղծել եւ այդ առումով նաեւ Հայաստանը նաեւ պետք է գիտակցի, որ արևմտահայ մշակույթը նաեւ մեր ժառանգության մասն է։ Հաջորդ օրը հոկտեմբերի 12-ին Բեյողլուի Սուրբ Երրորդություն եկեղեցում շարունակվեցին Սրբոց թարգմանչած տոնի արարողությունները։ Կիրակնորյա պատարագը մատուցեց ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ ամենայն հայոց կաթողիկոսության Վատիկանի ներկայացուցիչ Խաժակ arczepiskopos Պարսամյանը։ Սրբազան հայրն իր խոսքն ուղղեց եկեղեցում ներկա պատանիներին ու երիտասարդներին։ Իր սեփական օրինակով հորդորեց ընտրել հետագա կյանքի այն ճանապարհը, որը սիրով կանցնեն։ Դա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինի, բայց սերը կօգնի հաղթահարել դրանք, ասաց Սրբազանը։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Ներկա էին կենտրոնական, եսայան եւ մխիթարյան վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները, ինչպես նաև լուսավորիչ եւ ասողիկ դպրաց դասերի անդամները։ Հոգեհանգստյան աղոթքով հիշատակվեցին նաև վաղճանյալ կրթական մշակներն ու հայ գրի սպասավորները։ Եկեղեցին հայության համար, մանավանդ պոլսայության համար, միայն գրոնական տեսակետը կարևոր կենտրոնը չի եղած։ Այսինքն աս հավաքականությունը միասնապարելու համար եկեղեցի կան։ Ամենադեն եկեղեցին մեզի համար մագնիսմի եղած է։ Պոլսայությունը մանավանդ թե բادرարկության գահարք է, թե վեապար հայրաբեդին շատ գահարք է, հավատացյալ ժողովուրդն է պոլսայությունը։ Շուրջ 50,000 հայ է ապրում այսօր Ստամբուլում։ Պոլսահայ մշակութային ու նյութական ժառանգությունը հայերի թվաքանակի նվազման հետ տկարանում է։ Ժամանակի մարտահրավերին ընդառաջ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը Թուրքիայի ցրված հայ համայնքների համախմբման, ազգային ու կրոնական ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանման պատասխանատվությամբ բոլորում է հիմնադրման 564-րդ տարին։